Ճարպակալումը քրոնիկ և գենետիկ հիվանդություն է, որի հիմքում ավելցուկային ճարպերի կուտակումն է օրգանիզմում։ Հավելյալ սնունդը քաշի ավելացման հիմնական պատճառն է։ Երբ ընդունում ենք ավելի շատ կալորիա, քան ծախսում ենք, այն վերածվում է ճարպի կուտակման և հանգեցնում ճարպակալման։ Սլավմեդ բժշկական կենտրոնի բարիատրիկ, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Արամ Սեդրակյանի խոսքով ապացուցված է, որ յուրաքանչյուր 10 կիլոգրամ ավելորդ քաշը կարող է վնասել սիրտ-անոթային, էնդոկրին, ոսկրամկանային, միզասեռական և այլ կարևոր օրգան համակարգերը։ Ճարպակալումը բերում է նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը և այսօր արդեն ճարպակալման վիրաբուժությունը կոչվում է նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի, մետաբոլիկ խանգարումների և մորբիդ ճարպակալման վիրաբուժություն։ Բազմաթիվ են նմանատիպ պացիենտները, որոնց մոտ բարիատրիկ վիրահատություն իրականացնելուց հետո կարգավորվել է իրենց մոտ շաքարային դիաբետը, իսպառ վերացել է, անհրաժեշտություն չունեն խմելու ինչ-որ դեղորայքներ, հիպերտոնյան անոթային խնդիրներն են վերանում։ Բարիատրիկ վիրաբուժությունը ճարպակալման ժամանակակից բուժման ամենաարդյունավետ ու տարածված միջոցներից մեկն է։ Հիմնականում կատարվում է լապարոսկոպիկ եղանակով։ Ամենատարածված մեթոդը ստամոքսի երկայնակի մասնահատումն է։ Վիրահատության ընթացքում հեռացվում է ստամոքսի մեծ մասը, որտեղ գտնվում են քաղցի հորմոն գրիլին արտադրող բջիջները։ Հորմոնի արտադրության կրճատումը նվազեցնում է քաղցի զգացումը և օգնում քաշի կորստին։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես նաև Սլավմեդ բժշկական կենտրոնում այն իրականացվում է ամենաբարձրակարգ սարքավորումներով, ընդունված ճարպակալման միջազգային ֆեդերացիայի ստանդարտներով։ Բարիատրիկ վիրաբուժության ցուցումները հանդիսանում է առկա ավելորդ քաշը, մանրի զանգվածի ինդեքսի 30 և բարձր, եթե առկա են հարակից հիվանդություններ, 35 կիլոգրամ մետր քառակուսիից բարձր թվի դեպքում ցուցված է բոլոր վիրահատական միջամտություն, եթե այլ տարբերակներ չեն օգնում, և պացիենտը հոգնել է ամենօրյա դիետաներից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, զանազան դեղորայքներից։ Հակացուցումներից են հանդիսանում բարիատրիկ վիրահատության արկահեղիությունը, օնկոլոգիական հիվանդությունները, ծանր սիրտ-թոքային անբավարարությունը, որը կորեկցիայի չի ենթարկվում։ Քանի որ բարիատրիկ վիրահատությունները իրականացվում են լապարոսկոպիկ եղանակով, դա թույլ է տալիս պացիենտների արագ ակտիվացում։ Մի քանի ժամ հետո պացիենտները քայլում են, ջուր են խմում, ակտիվ են և իրենց պահել անկողնային ռեժիմում անհրաժեշտություն չկա։ Վիրահատությունից հետո բժիշկը նշանակում է հատուկ սննդակարգ։ Առաջին 14 օրերի սննդացանկը ներառում է հեղուկ սնունդ, հիմնականում արգանաքներ, կեֆիր, յոգուրտներ, կոմպոտ։ Հաջորդ 14 օրերին պացիենտն ընդունում է շիրայանման կերակուրներ։ Մեկ ամիս անց կարելի է ընդունել ցանկացած սնունդ բացի գազավորված ըմպելիքներից։ Սննդակարգի և ջրի հեղուկ ընդունման կանոնների խստիվ պահպանումը պարտադիր է, որպեսզի խուսափել հետվիրահատական բարդություններից, օրինակ մեխանիկական կարերի անբավարարությունից։ Քանի որ ստամոքսը մկանային օրգան է, ինքը հակում ունի և տիրոջ, պացիենտի օգնությամբ կարող է լայնանալ և հետ վիրահատական մոտակա կամ հեռակա շրջաններում, երբ որ պացիենտները չպահպանեն սննդային ռեժիմը, օգտագործեն գազավորված ըմպելիքներ, ապա դա կբերի ստամոքսի մեծացման և քաշի հետ հավաքելուն։ Բարիատրիկ վիրահատության շնորհիվ կարելի է կորցնել ավելորդ քաշի 70-ից 80%-ը։ Արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն առողջ սնվել, այլև ֆիզիկապես ակտիվ լինել։ Բժշկի խոսքով սպորտով կարելի է և ցանկալի է զբաղվել վիրահատությունից 3 ամիս անց։ Սովորաբար մենք պացիենտներին հոսպիտալացնում ենք 2 օր։ Վիրահատության տևողությունը 40 րոպեից մինչև ժամ ու կես է։ Սլավմեդ բժշկական կենտրոնում ճարպակալման վիրաբուժությունը դրված է լավ հիմքերի վրա։ Մեր կենտրոնը հագեցված է ամենալավ գեր վերջի սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել այս վիրահատությունները և մենք առաջատարն ենք այս ոլորտում։ Ճարպակալումը բազմաթիվ հիվանդությունների առաջացման հիմնական գործոնն է, սակայն ժամանակին և ճիշտ ընտրված բուժման մեթոդով հնարավոր է պահպանել առողջությունը և բարելավել կյանքի որակը։